Բարի ողջույն սիրելի հայրենակիցներ, շարունակում ենք հոգևոր զրույց մեր հաղորդաշարը։ Այսօր ես կամենում եմ խոսել ձեզ հետ ժամերգությունների մասին։ Մեր եկեղեցու կարևոր եւ բաղկացուցիչ մասն է։ Մենք ունենք 7 կամ ընդլայնված ձևով 9 ծիսակատարություններ, որոնք կատարվում են եկեղեցիներում։ Ժամերգություններ եւ դրանց պսակը Սուրբ Պատարագ, որ ամեն կիրակի օր տեղի ունենում, պատարագ։ Ինչ ժամերգություններ մենք ունենք։ Գիշերային, առավոտյան եւ ունենք ճաշու ժամերգություն, որը 3 մասից է բաղկացած։ Կարող ենք համարել 1 ժամերգություն կամ 3 ճաշու ժամերգություններ ողորմյանները։ Ունենք երեկոյան ժամերգություն, ունենք խաղական եւ հանգստյան ժամերգություններ։ Ամեն մի ժամերգություն նվիրված է կամ Հոր Աստծուն, կամ Որդի Աստծուն, կամ Սուրբ Հոգի Աստծուն։ Ամեն մի ժամերգություն ուղղված է։ Հիմա խաղական ժամերգություն, որը մեզ բերում է իսկապես խաղաղություն։ Այդ ամբողջ ժամերգության կառույցը բերում է մեզ ճշմարիտ հոգու խաղաղություն։ Հանգստյան ժամերգությունը, որ դա մենք մթին ենք անում եւ գնում ենք հանգստի։ Ինքը այդպիսի կառույց ունի, այդպիսի շարականներ եւ աղոթքներն են, որոնք իսկապես մեզ բերում են եւ խաղաղություն եւ հանգստություն, որից հետո խաղաղ հանգիստ հոգով գնում ենք ննջելու, մեր ուժերը վերականգնելու, գնում ենք քնելու։ Ամեն մի ժամերգություն յուրահատուկ կառույց ունի։ Գիշերայինը, մթի ժամանակ մենք սկսում ենք մեր ժամերգությունը, Աստծո փառաբանությունը, աշխարհի խաղաղության համար, եկեղեցու անսասանության համար, որը մեզ մինչև արևածագը արթնացնում է։ Հետո ունենք մի սքանչելի ժամերգություն, որը կոչվում է արևագալի ժամերգություն, որ մենք հիմնականում դա կատարում ենք մեծ պահքի ժամանակ, որի շարականների հեղինակը Սուրբ Ներսես Շնորհալին է, որ մի չքնաղ գեղեցկագույն շարականներով զարդարել է այդ ժամերգությունը, այնպես արևածագն է լինում, որ մենք ասում ենք արևագալ։ Այդ շարականները, որ լսում ես, իսկապես քո հոգու մեջ սկսում է մի նոր արևածագ։ Դու դա կարծես թե ֆիզիկապես դու դա զգում ես։ Ժամերգությունը, բոլոր ժամերգությունները, այդ պատարագետ անխափան կատարվում են վանքերում, առհասարակ, անդադար, առավոտից մինչև մյուս առավոտ։ Հիմա եկեղեցիներում, որոնք բաց են բոլոր մարդկանց համար, վանքի պես փակ չեն։ Այդտեղ հիմնականում կատարվում են առավոտյան գիշերային ժամերգություն եւ առավոտյան ժամերգություն։ Կատարվում է պարտադիր նաեւ երեկոյան ժամերգություն։ Մեծ պահքին առավոտ այդ ժամերգությունից հետո կատարվում է նաեւ արևագալի ժամերգությունը, իսկ երեկոյան, ուշ երեկոյան կատարվում է նաեւ հանգստյան եւ խաղաղության ժամերգություններ։ Մեծ պահքին շատ լավ է, որ եկեղեցիներում կատարվեն նաեւ ճաշու ժամերգություններ, այդ ողորմյաների շարքը, որոնք կատարվում են գոնե կենտրոնական եկեղեցիներում, որ մենք կարող ենք բոլորս ներկա լինել եւ մասնակից լինել։ Ժամերգությունները կատարվում են Աստծուն փառաբանելու համար, աշխարհիս խաղաղության համար, հոգեհանգիստ բերելու հանգուցյալների համար, մեր քրիստոնյա բարեպաշտ իշխանների եւ բանակի անսասանության համար, պտղաբերության համար, բարի եղանակի համար, միասնականության սիրո համար։
հավատացյալները։ Իհարկե, մենք ունենք հավատացյալների մի լավագույն տեսակ, որոնք կարողանում են ամեն օր մասնակցել ժամերգություններին։ Մարդիկ կան աշխատանքի բերումով, ի վիճակի չեն։ Աշխատանքի ժամերը այնպիսին է, որ իրանք ստիպված են գտնվել աշխատանքի վայրում։ Բայց որոնք շաբաթ օր կամ կիրակի օրերը գալիս եւ մասնակցում են եւ ժամերգությունների եւ պատարակների։ Դա կատարվում է նաեւ ժողովրդի համար, ժողովուրդը պետք է մասնակից լինի։ Ժողովուրդն էլ հավատացյալն էլ մտովի պիտի մասնակցի այդ աղոթքներին։ Նրանք, ովքեր հաճախ գալիս են, նրանք գրեթե անգիր գիտեն ոչ միայն պատարակ, այլ ժամերգությունները։ Ժամ։ Մենք տարբեր հասկացողություններ ունենք. տաճար, վանք, եկեղեցի, ժամ եւ մատուռ։ Տաճարը նշանակում է քարեշեն շինություն, որտեղ կատարվում է սրբագործություն։ Վանքը դավանական համալիր է, բաղկացած միաբաններից կամ կույսերից, որը ունի տաճար, եկեղեցի, քարեշեն տաճար։ Ամեն մի վանքում, բացի բուն տաճարից, եկեղեցուց, կարող է լինել մատուռներ։ Ինչի համար են այդ մատուռները։ Մատուռներում կատարվում են սաղմոսներ են երգվում եւ ժամերգություններ են կատարվում։ Մենք հաճախ շփոթում ենք եւ ասում ենք ժամ։ Մենք ընդհանրապես եկեղեցուն ասում ենք ժամ, որտեղ այնտեղ կատարվում է ժամերգություն։ Այո, մենք վանքի եկեղեցուն էլ կարող ենք ասել ժամ, սովորական եկեղեցուն էլ, որ վանք չի, այլ եկեղեցի է, կարող ենք ասել ժամ, որտեղ իսկապես ժամերգություններ են կատարվում։ Բայց հանում ժամը ում էին ասում կամ ինչին էին ասում։ Հիմնականում մատուռներին, որտեղ ժամասացություններ էր գնում, անընդհատ սաղմոսներ էր երգվում եւ ժամերգություններ էր կատարվում, որպեսզի անդադար աղոթքը հնչի եւ կապը մարդ Աստված չխզվի։ Այդ կապը, որ մեզ անընդհատ զորացնի։ Դրա համար մենք պիտի շատ հստակ զանազանենք վանք։ Կան փակ վանքեր միաբանների կույսերի համար, ընդհանրապես փակ, մինչև այսօր էլ կան այդպիսի վանքեր։ Կան կիսափակ, կիսաբաց վանքեր, որոնք որոշ տոնական օրերի իրենց դարպասները բացում են, մարդիկ կարող են գալ, վանքի եկեղեցի մտնել եւ պատարակի մասնակցել եւ հաղորդություն ստանալ։ Վանքեր կան, որոնք բաց վիճակում են գտնվում։ Օրինակ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը, Գեղարդավանքը, Գանդասարի վանքը, Համարասի վանքը, Խորվիրաբի վանքը, որոնք բաց են առավոտից երեկոյան, մինչև երեկոյան ժամերգություն։ Հավատացյալները կարող են գալ եւ մասնակցել բոլոր այդ արարողություններին։ Կան խիստ փակ վանքեր, կիսափակ եւ փակ վանքեր։ Վանքեր, որոնք ունեն տաճար, բուն եկեղեցի, կարող են մի քանի եկեղեցի ունենալ։ Կեչարեսի վանքը 4 եկեղեցի ունի։ Սուրբ Եղիշե մեր Արաքյալի վանքը 7 եկեղեցիներից է բաղկացած։ Հակոբա վանքը ունի 2 եկեղեցի, կողք կողքի։ Վանքեր կար, որոնք ունեն 1-2 եկեղեցի, 3 հատ մատուռ, 1 հատ մատուռ։ Դադի վանքը 4 եկեղեցուց է բաղկացած։ Բայց իր կողքը վանքին պատկանող տարածքում 4 հատ մատուռ ունենք, որտեղ վանականներ անընդհատ սաղմոսներ են երգում եւ ժամերգություններ են կատարում։ Բուն վանքի պարիսպներից դուրս այդ 4 մատուռներում, որոնք ի դեպ արդեն սկսվել են վերանորոգվել, բարեբախտաբար, մեր բարերարների շնորհիվ։ Ուրեմն մենք պիտի հստակություն մտցնենք։ Մատուռ, բուն եկեղեցի, քարեշեն տաճար եւ վանք հասկացողություն։ Այդ երեքը մեկը մյուսից պիտի զանազանեն։ Որտեղ իսկապես ամենտեղ կատարվում են մատուռներում մենք պատարակ չենք մատուցում։ Եկեղեցիներում ենք պատարակ մատուցում։ Մատուռներում ոչ, մատուռը
ժամ ասացության, սաղմոս ասացության համար է։ Որտեղ վանականները, դպիրները անընդհատ սաղմոս են երգում եւ ժամերգություններ են կատարում։ Ժամերգությունները ինչ նշանակություն ունեն։ Դրանք հզորագույն մի ծեսեր են, երբ որ այդ ծեսը կատարվում է, ինքը բերում է իր հզոր օրհնությունը, մի հզոր ալիք է բերում։ Նույնիսկ մարդ, որ ներկա է գտնվում այդ ծեսի ժամերգության ժամանակ, նույնիսկ եթե ինքը լավ չգիտի ինչ բան է ժամերգությունը, ինչն է նրա էությունը, չի հասկանում նրա խոսքերը, նա ընկնում է այդ հոսանքի մեջ, կամա թե ակամա այդ բարեբեր հոսանքը ազդում է այդ մարդու եւ նրա հոգու վրա։ Օրինակ բերեմ, որ հասկանալի լինի, եթե վերցնենք մի հսկա մագնիս եւ կողքը դնենք մի երկաթ, իհարկե մագնիսային դաշտը տարածվելու է այդ երկաթի վրա, այդ երկաթն էլ իր հերթին սկսելու է ունենալ մագնիսային հատկանիշներ, նա էլ իր հերթին, եթե կողքը մի երկաթ տնենք, ինքը ձգելու այդ մյուս երկաթը դեպի իրեն, թեև ինքը մագնիս չի, բայց ինքը արդեն մագնիսացվել է, որոշ չափով նա էլ է ստանում այդ ուժը, եւ ամեն մարդ մասնակցելով ծեսերին, ընկնում է այդ ծեսի, այդ օրհնության ազդեցության տակ, սկսում է զորանալ, սրբագործվել, մաքրվել, դա շատ բարեբեր է անդրադառնում մարդու վրա։ Դրա համար եմ ասում, կան հետաքրքիր հավատացյալների տեսակներ, որոնք բարեբախտաբար ժամանակ ունեն գալու եւ մասնակցելու բոլոր ժամերգություններին։ Ես հիշում եմ ուսանող ժամանակ, երբ որ ուսանող էի Մայրաթոր Սուրբ Էջմիածնում, մի քանի տատիկ ունեինք, որոնց մեջ մի հատ ցածր հասակ, այսպես բարի հրեշտակի դենքով մի տատիկ կար։ Մի քիչ էլ իմ տատիկին էր հիշացնում, ես իմ կարոտս էի առնում իրենից։ Պարտադիր, ձմեր, ամառ, անձրևի տակ, սառնամանիքին, մթին, այդ փոքրիկ քայլերով գալիս էր միջև ժամերգությունը 10 րոպե առաջ, արդեն իր մոմն էր վառում եւ սպասում էր ժամերգությանը։ Առավոտյան եւ երեկոյան գալիս էր։ Այդ տատիկը 41 թվականին ուխտ էր արել։ Իր ամուսինը եւ 3 զավակները գնացել են պատերազմի։ Նա եկել էր մայր տաճար, աղոթել էր եւ ուխտ էր արել։ Տեր Աստված, աղաչում եմ, խնդրում եմ եւ խոստանում եմ։ Եթե ամուսնուս 3 զավակներից ողջ վերադարձնես պատերազմից, ես ամեն օր առավոտյան երեկոյան ժամերգություններին պարտադիր մասնակից եմ լինելու։ Եվ այդ կինը գալիս էր, ամեն օր գալիս էր, հավատարիմ էր իր այդ ուխտին, որտեղ Աստված լսեց իր ուխտը, իր աղաչանքը եւ իր ամուսնուն եւ 3 երեխաներին վերադարձրեց տուն, ողջ եւ առողջ, իսկապես դա հրաշք էր։ Եվ այդ տատիկի այդ հաստատուն ուխտը, որը սիրով էր գալիս, կապ չուներ, հոգնած էր, ջերմություն ուներ, մեկ երևում է, որ մի քիչ ջերմություն էր, այդ ամենը հաղթահարելով, շատ սիրով եւ բարի դեմքով գալիս եւ մասնակցում էր։ Փառք էր տալիս Աստծուն։ Եվ ունենք այդպիսի հավատացյալներ հայոց աշխարհում, Արցախում, Հայաստանում եւ Սփյուռքում։ Ահա ժամերգություն, ժամ ասացություն, որ մենք հասկանանք։ Ժամերգություն, դրանք ժամերգություններն են։ Հատուկ մշակված աղոթքի կարգեր է, որտեղ քահանան աղոթքներն է կարդում, քարոզները կարդում է սարգսակը, մյուս բաժինները կարդում են կիսասարգսակներ եւ դպիրներ։ Եվ շարականներ են երգվում եւ սաղմոստեր։ Ունենք 2 դաս։ Մի դասն է երգում, մյուսն էլ պատասխանում է, որտեղ երկնքում հրեշտակների 2 դասեր կան, աջ եւ ձախ կողմյան, որոնք էլ իրենց հերթին նույն ձևով փառաբանում են Աստծուն։ Մենք էլ արտացոլված ձևով այստեղ մեր եկեղեցում ենք կատարում, որտեղ եկեղեցին նշանակում է երկինքը երկրի վրա։ Իսկ Սուրբ Խորանն էլ եկեղեցու երկինքն է,
Աստծո բազմելու վայրն է, Սուրբ սեղանն է, որտեղ պատարագիչը Սուրբ սեղանի վրա Աստծուն է խորհրդանշում, մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Աստված ընձեզ, սիրելիներս։